Ողջույն, ես Մարինեն եմ, և ես սկսում եմ տեսանյութերի շարք, խոսելու եմ այնպիսի բաների մասին, որ դու առօրյայում օգտագործում ես, կապ չունի, կին ես, տղամարդ ես, այդ ամենը օգտագործում ես, դրանք կա քո աչքի առաջ, շատ բաներ կա, որոնց մասին դու չգիտես, որը կարող է վնասել քեզ, անեծք դառնալ, անեծք բերել, տարբեր հիվանդություններ բերել, շատ բաների մասին կխոսեմ իմ տեսանյութերի ընթացքում, բաժանորդագրվիր իմ ալիքին, հետևիր իմ տեսանյութերին և այսպես սկսեցինք, այսօր ես խոսելու եմ աչքի ուլունքի մասին, կասես ինչ կապ ունի աչքի ուլունքը այս ամեն ինչի հետ, կասեմ ուղիղ կապ ունի, աչքի ուլունքը Հայաստանում օգտագործում են չար աչքից պահելու, նախանձից պահելու համար, օգտագործում են մեքենաների մեջ, կախում են մեքենաների մեջ, օգտագործում են որպես բրիլոկ, օգտագործում են որպես վզնոցի կուլոն, կախում են նորածին երեխաների գլխարկի վրա, կախում են օրորոցների մեջ, առանց իմանալու, թե իրականում ինչ է սա և ինչ է նշանակում, ուրեմն չար աչքից պաշտպանելու գաղափարը դեռևս մեր թվարկությունից առաջ է եղել, հին Միջագետքում, Եգիպտոսում, այդ գաղափարը դեռևս սկսվել է այդ ժամանակ, մարդիկ մտածում էին, որ չար աչքից կպաշտպանվեն, իսկ Հայաստան աչքի ուլունքը եկել է Սիրիայից, Լիբանանից, մերձավոր արևելքի տարբեր երկրներից, հիմնականում հայկական համայնքների միջոցով, դեռևս շատ վաղուց, շատ տարիներ առաջ, մարդիկ միշտ սիրել են միստիկան, միշտ սիրել են ու մտածել են, որ ինչ-որ իրեր կարող է իրենց պաշտպանել տարբեր բաներից, բայց կարող է նաև վնասել, իրը չի կարող քեզ պաշտպանի, իսկ վնասել կարող է, նաև ներկա պահի դրությամբ շատ ակտիվ օգտագործել են և օգտագործում են մուսուլմանները աչքի ուլունքը մուսուլմանները օգտագործում են կախարդություն անելու ժամանակ, այսինքն իրանք այսպես կոչված չար ոգիներ են կանչում, որոնք ունեն ջին անունը, իրանց լեզվով ջին են ասում, մեր հայերեն լեզվով ասած չար ոգիներին են կանչում ու դա անում են աչքի ուլունքի միջոցով, իսկ 1900-ական թվականներից այս կողմ, երբ որ առևտրաշրջանառություն է սկսվել Թուրքիայի հետ, նաև շատ աչքի ուլունքներ, որպես բիզնես, արդեն ներկրվել է շատ տարիներ շարունակ, մինչև վերջին տարիները Թուրքիայից, հավատալիքները շատ են, բայց շատ կարևոր է իմանալ, ինչի համար է ինքը, երբ որ դու կախում ես սա քո նորածին երեխայի գլխարկից, օրորոցից, դու ոչ թե իրան պաշտպանում ես չար աչքից, այլ դու սրա միջոցով չար ոգիներին, ոչ թե հոգիներ, ես իմ տեսանյութերում նաև կխոսեմ դրանց մասին, որ կոնկրետ ինչ են հոգիներ, ոգիներ, որովհետև մարդկանց թվում է, որ երբ որ իրանց բարեկամը կամ տան անդամը մահանում է,
ինքն է գալիս, մի խոսքով դա սուտ է, որ դևերն են փորձում մոլորեցնեն, որովհետև Աստծո խոսքում շատ բաներ կա գրված, իսկ քանի որ մարդիկ չգիտեն, չեն կարդում Աստծո խոսքը, չգիտեն, որ երբ որ այսպես կոչված հոգի են կանչում, դա ոչ թե այդ մարդու հոգին է գալիս, այլ դևերն են գալիս, չար ոգիներն են գալիս։ Իսկ աչքի ուլունքը կախելով, դու այդ երեխայի վրա ուղղակի բացում ես դժոխքի դուռը, դու բացում ես դևերի դուռը, սա միջոց է, որով դևերը կարան, այո, ուղիղ ասում եմ համարձակությամբ, մտնեն քո երեխայի մեջ ու բերեն տարբեր հիվանդություններ, այն որ դու էլ զարմանաս, ասես այս երեխան առողջ երեխա է ծնվել, ինչ եղավ այս երեխայիս հետ։ Նույնը կախված օրորոցի վրա, ոչ մի տարբերություն։ Նույնը կախած մեքենայի մեջ, դու ոչ թե չար աշկից ես պաշտպանում, այլ հենց չարությունը, չարիքը բերում ես առանց հասկանալու, որ աչքի ուլունքը երբեք չի պաշտպանելու։ Աչքի ուլունքը կախարդության միջոց է ու Աստված դեմա դրան, դեմա կախարդություններին ու նմանատիպ բաներին։ Գիտես, ես հասկանում եմ, որ շատ շատերը բնականաբար առանց հասկանալու մտածում են սա կախելով պաշտպանում են իրենց երեխային կամ իրենց չար աչքից, առանց հասկանալու, որ հենց բերում կպցնում են դևերին իրենց եւ իրենց երեխաների վրա ու կապ չունի դու տղամարդ ես, կին ես, երեխա ես, թե միջին տարիքի մարդ ես, ընդհանրապես կապ չունի, տարիքը նշանակություն չունի։ Գիտես, շատ կարևոր է, որ լինես տեղեկացված, քանի որ Աստված նմանատիպ բաներին կտրականապես դեմ է, գիտես, մարդը դու ինքդ ես որոշում, ընտրես կախարդությունը, նմանատիպ բաներ անես, կախես տանդ մեջ ամեն հատվածում, երեխայի վրա, քո վրա, մեքենայի մեջ, թե ընտրես Աստծուն։ Գիտես, քո համար շատ թանկ գին է վճարված եւ Հիսուս Քրիստոսը խաչվել է քո փրկության համար, որ քեզ մեղքից ազատի, դժոխքից ազատի եւ տա հավիտենական կյանք։ Իսկ դու ընտրելով աչքի ուլունքը, դու կանգնում ես Աստծուն հակառակ։ Գիտես, որոշումը քոնն է, ուղղակի շատ լավ է, որ լինես տեղեկացված ու իմանաս, որ ինքը կոնկրետ օգտագործվում է կախարդության համար եւ 100%-անոց ճշտությամբ կարող է վնասել քեզ եւ ընտանիքի մյուս անդամներին։ Եվ ինչքան կարող ես խուսափիր նմանատիպ բաներից։ Եթե դու ունես արդեն քո տան մեջ աչքի ուլունք, կարող ես վերցնել կամ քո երեխայի օրորոցի վրա, կամ մեքենայիդ մեջ, կարող ես վերցնել, թափել ամբողջը եւ ազատվես այս ամեն ինչից։ Գիտես, այսօր շատ հեշտ է ինտերնետում իմանալ ամեն ինչ։ Ամեն ինչը բաց է, իմ ասածներն էլ դժվար չի ստուգել։ Ուղղակի շատ բաներ կա, որ տեղյակ լինելը ապահովում է։ Գիտես, քրիստոնյան եւ կախարդանքի, կախարդությունների առարկաները իրար հետ պետք է կապ չունենան։ Սա ոչ մի աչքի ուլունքը ոչ մի կապ չունի Աստծու հետ։ Եվ այո, կարող է բերել ամեն տեսակ հիվանդություններ, որովհետև երբ որ դիվային աշխարհը բացվում է, գալիս է դև, հա, մտնում է մարդու մեջ, ամեն տեսակ հիվանդության դև կարա լինի։ Եվ ամեն փորձանք ու ամեն չար բան, որովհետև այսօր սատանան ամեն ինչ անում է, որ այսենց բաների միջոցով
մտնի մարդկանց կյանք, մարդկանց տուն, մարդու մեջ, որ քանդի եւ փչացնի մարդու կյանքը։ Եղիր տեղեկացված, ամոթ չի իմանալը, քեզ պաշտպանելը։ Բաժանորդագրվիր իմ ալիքին եւ դիտիր տեսանյութերը, շուտով կլինեն նաեւ այլ տեսանյութեր, այլ բաների մասին, որ միգուցե զարմանաս, ոնց կարող է դու օրինակ խունկը վերցնես, ձեռքդ ուզենաս մի լավ բան անես, բայց դրա փոխարեն անես կախարդություն առանց հասկանալու։ Հետևիր իմ ալիքին, իմ աղոթքի խումբ YouTube-յան ալիքին։